Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները շարունակում են նվազման միտումը։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա հրապարակած տվյալների համաձայն բենզինի 1 լիտրի գինը դեկտեմբերի սկզբին կազմել է 510 դրամ, մինչդեռ ներկայում այն վաճառվում է շուրջ 430 դրամով։ Դիզվառելիքի դեպքում ևս արձանագրվել է էական նվազում։ Դեկտեմբերի սկզբին 1 լիտրի գինը կազմել է 480 դրամ, իսկ այժմ այն հասել է 410 դրամ։ Հայաստանի կառավարությունը 2018 թվականի մայիսի 8-ից մինչ օրս մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրամադրել 310 ընկերությունների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելել է. ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունն արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից, մինչդեռ դա տնտեսական աջակցության ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 18 միլիարդ 908 միլիոն 366 հազար դոլար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 7 միլիարդ 349 միլիոն 13,6 հազար դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է նվազում 40,6%-ով։ Ներմուծման ծավալներն էլ կազմել են 11 միլիարդ 559 միլիոն 352,7 հազար դոլար, նվազելով 24,7%-ով։ 2025 թվականի նոյեմբերի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 870 միլիարդ 622 միլիոն դրամ, պարտավորությունները կազմել են 416 միլիարդ 262 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17,3%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալն էլ կազմել է 404 միլիարդ 359 միլիոն դրամ։ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 14%-ով։ Միացյալ Նահանգները ավարտել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը, որը մեկնարկել էր 1 տարի առաջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո նահանգները չիմարել կազմակերպությանն ունեցած շուրջ 360 միլիոն դոլար ֆինանսական պարտավորությունը։ Միաժամանակ կազմակերպության նկատմամբ Միացյալ Նահանգների ֆինանսավորումը ամբողջությամբ դադարեցվել է։ Միացյալ Նահանգներն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը եւ հետեւաբար պետք է իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Նրա խոսքով Գրենլանդիայի անվտանգությունն իրականում ապահովում է ոչ թե Դանիան, այլ Միացյալ Նահանգների ռազմական ուժը։ Վենսը շեշտել է, որ հարցը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։ Վերջին 5 տարվա ընթացքում միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը աճել է շուրջ 7 անգամ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վարչապետի խոսքով տարածաշրջանում հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնումը եւ առևտրատնտեսական կապերի զարգացումը նպաստում են տարանցիկ երթուղիների ակտիվացմանը։ Ներդրումներ են իրականացվել ճանապարհային ենթակառուցվածքներում, նավահանգիստներում, օդանավակայաններում եւ այլ լոգիստիկ օբյեկտներում։ TikTok-ը ավարտին է հասցրել Միացյալ Նահանգներում մեծամասամբ ամերիկյան սեփականությամբ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գործարքը։ Նպատակն է ապահովել ամերիկացի օգտատերերի տվյալների անվտանգությունը եւ կանխել կարճ տեսանյութերի հարթակի հնարավոր արգելքը։ Այս համաձայնությունը կարևոր փուլ է TikTok-ի համար երկարատև քաղաքական եւ իրավական հակասություններից հետո, որոնք սկիզբ էին առել դեռևս 2020 թվականի օգոստոսին։ Ավելի քան 16,000 տնտեսվարող այսօր գտնվում է վերահսկողության դաշտում։ Տարվա ընթացքում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել մոտ 600 տնտեսվարողի մոտ։ 10-ից 7-ը գնահատվել է որպես բարձր ռիսկայնություն ունեցող։ Խնդրահարույց պատկեր արձանագրվել է դիզելային վառելիքի դեպքում։ Վերցված նմուշների 67%-ում հայտնաբերվել են նորմերից շեղումներ։ Բենզինը եւ դիզելային վառելիքը Հայաստանի Հանրապետությունում ստուգվում է ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից այն պահին, երբ որ հատում է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն, երբ մեքենայով բենզինը ներմուծում են Հայաստան, այդ պահին նմուշառում է իրականացվում, փորձաքննություն է անցնում, որից հետո թույլատրվում է
խմբականակը ներմուծել Հայաստան կամ չի թույլատրվում։ Երկրորդ փուլը արդեն որպես վերահսկողության գործառույթ իրականացնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդեն վաճառվող կայաններում։ Սակայն վերահսկողությունը դրանով չի ավարտվում, երբ վառելիքը մուտք է գործում Հայաստան, իրականացվում է նմուշառում եւ միայն դրանից հետո է թույլատրվում կամ արգելվում դրա շրջանառությունը։ Արդեն շուկայում տեսչական մարմինը իրականացնում է կրկնակի ստուգում, այսպես կոչված double check։ Խախտումների բնույթը տարբեր են եղել, հիմնականում վառելիքի մեջ եղել է դիզելային վառելիքի մեջ հայտնաբերվել է ծծումբի թույլատրելի քանակի շեղումներ, այսինքն ավելի բարձր է եղել, բենզինի ոլորտում հիմնական ցուցանիշները եղել են, որ ենթադրենք ավելի թեթև բենզին է եղել, որ պետք է լինի, որը որ կարելի ասել շատ քիչ է շեղվել թույլատրելի սահմանից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից ներմուծվող բենզինին, ապա սահմանին ստուգումներ չեն իրականացվում, տեսչական մարմինը նման լիազորություն չունի։ Իմ ունեցած տեղեկատվություններով մենք հարցում էինք արել այս թեմայով չափագիտության եւ ստանդարտացման ազգային մարմին, որտեղից որ տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբականակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեղ կանոնակարգին, այսինքն որակական առումով որևիցե խնդիր չի եղել։ Լավ նորությունն այն է, որ նախորդ տարիներին արձանագրված խնդիրները այսօր այլևս չեն կրկնվում։ Պրեմիում, ռեգուլյար եւ սուպեր բենզինը ներկայում համապատասխանում է սահմանված չափորոշիչներին, սակայն խնդիրները դեռ ամբողջությամբ հաղթահարված չեն։ Ամենաբարձր անհամապատասխանությունը գրանցվել է հեղուկ գազի շուկայում։ Ուսումնասիրված 67 նմուշներից 37-ը չեն համապատասխանել գործող նորմերին։ Հայաստանի Հանրապետությունում կա երկու տեսակի գազ՝ կոմունալ կենցաղային գազ եւ ավտոմոբիլային գազ։ Կոմունալ կենցաղային գազը նախատեսված է գազաբալոններում լիցքավորելու եւ կենցաղում օգտագործելու համար, ավտոմոբիլային գազը նախատեսված է ավտոմոբիլներ լիցքավորելու եւ վարելու համար։ Սակայն չի բացառվում եւ չի արգելվում կոմունալ կենցաղային գազը նաեւ լիցքավորել ավտոմեքենայի մեջ։ Բայց արդյունքում քանի որ կոմունալ կենցաղային գազի որակական ցուցանիշները ավելի ցածր են, մենք կստանանք, որ նույն քանակությամբ լիցքավորելու դեպքում վարորդը ավելի քիչ կիլոմետր կվարի մեքենայով։ Դրա համար ես միշտ խնդրել եմ, հորդորել եմ վարորդներին ուշադրություն դարձնել գազալիցքավորման կայանների վրայի մակնշմանը։ Նախորդ տարի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առաջին անգամ փորձաքննություն է իրականացրել խաղալիքների ոլորտում։ Ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք։ Հարկ վճարողների կողմից 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվականակը կազմել է 822,662։ Սա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 44568-ով կամ 5.7%-ով։ Տվյալները ներկայացնում էր պետական եկամուտների կոմիտեն։